Ողջույն բոլորին, շարունակելով մեր տեսանյութերի շարքը, այսօր ցանկանում եմ անդրադառնալ շատ կարևոր եւ հետաքրքրական մի թեմայի, մասնավորապես դատավորների, դատախազների խոսքի ազատության սահմաններին, այն սկզբունքներին, որոնք որ պետք է հաշվի առնվեն իրենց Facebook-ում կամ սոցիալական այլ հարթակներում կատարվող գրառումների համար կարգապահական պատասխանատվության ենթարկելիս եւ այն 5 հիմնական չափանիշներին, որոնք որ բավականին վերջերս նաեւ Մարդու Եվրոպական դատանը մշակել է, հիմք ընդունելով իր նախադեպային իրավունքում առկա մոտեցումներն այս կարևոր հարցի վերաբերյալ։ Սակայն մինչ այդ հիշեցնեմ, որ բաժանորդագրվեք իմ ալիքին, մեկնաբանություններում գրեք ձեր դիտարկումները, կարծիքները, այն հարցերը, որոնց կցանկանաք, որպեսզի ես անդրադառնամ իմ հետագա տեսանյութերի շրջանակներում, ինչպես նաև հավանեք այս տեսանյութը, որպեսզի նաև շարունակական լինի մեր այս ձևաչափով երկխոսությունը, իսկ YouTube-յան ալգորիթմներն էլ մեզ լավ ճանաչեն։ Այսպես, այսօր եկեք քննարկման առարկա դարձնենք Մարդու Եվրոպական դատանի Քրիստի Դանիլետն ընդդեմ Ռումինիայի գործով կայացված վճիռը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին այն կայացվել Մարդու Եվրոպական դատանի մեծ պալատի մակարդակով եւ ներառվել է Եվրոպական դատանի տարեկան զեկույցում որպես անցած տարվա ընթացքում կայացված առանցքային վճիռներից մեկը։ Ինչին է վերաբերվել այս վճիռը, եկեք նախ առաջ քննարկման առարկա դարձնենք այս գործի փաստական հանգամանքները։ Ուրեմն խնդրող ժամանակահատվածում 2019 թվականի դրությամբ Քրիստի Դանիլետը հանդիսանում էր Ռումինիայի դատավոր, նա պաշտոնավարում էր դեռևս 1998 թվականից, ուներ ավելի քան 20 տարվա մասնագիտական ստաժ եւ նախկինում հանդիսացել էր դատարանի փոխնախագահ, կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, բանախոսություններով էր հանդես գալիս տարբեր տեղերում, երկու հասարակական կազմակերպություն էր հիմնադրել, բացի այդ նաեւ իրականացրել էր հայտնի դատավորների բանգալորյան սկզբունքների թարգմանությունը անգլերենից ռումիներեն լեզվով եւ ուներ հետևորդների մեծ բանակ Facebook-ում, ավելի քան 50,000 անձ էր հետևում 2019 թվականի դրությամբ իրեն, մինչ օրս այդ հետևորդների թիվը աճել է հասնելով 140,000-ի։ 2019 թվականի դրությամբ կար Ռումինիա մեծ բանավեճ այն հարցի շուրջ, թե արդյոք հանրապետության նախագահը իրավասու է երկարաձգել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի լիազորությունները եւ Ռումինիայի հանրապետության նախագահը այդպիսի հրամանագիր է ստորագրել, որը հետագայում նաեւ պաշտպանության նախարարի կողմից վիճակվել էր դատական կարգով, պահանջելով կասեցնել այդ հրամանագրի ի կատարածումը, սկզբում վերադարձ դատականացիաներից մեկը այն բավարարվել էր, հետագայում մյուսը այդ մոտեցումը ճանաչել էր անթույլատրելի։ Այս համատեքստում Քրիստի Դանիլետը կատարել էր գրառում իր Facebook-յան անձնական էջում, նշելով հետևյալը, որ տարբեր պետական ինստիտուտներ ենթարկվում են թիրախավորումների, դատարանները, դատախազությունը, բանակը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո, միաժամանակ ընդգծվել էր, որ հղում կատարելով Ռումինիայի սահմանադրության 118-րդ հոդվածին, այն որ բանակը պետք է ծառայի ժողովրդի կամքին, ժողովրդավարության պաշտպանությանը եւ ռետորական հարց էր տվել, ինչ կլինի, եթե մի օր բանակը դուրս գա փողոց ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Եվ որպես դրա շարունակություն նշել էր կզարմանայիք, եթե իմանայիք, որ այդպիսի մոտեցումը կարող է լինել սահմանադրական։ Հաջորդ օրը Քրիստի Դանիլետը տարածել էր դատախազի մի հարցազրույց, որը վերնագրված էր հետևյալ կերպ. Դատախազը ահազանգում է, Ռումինիայում ապրելը վտանգ է ներկայացնում, դատական համակարգը հատել է կարմիր գիծը։ Եվ կատարել էր հետևյալ գրառումը, ահա մի դատախազ, որի երակներում արյուն է հոսում, ով խոսում է վտանգավոր կանոնավորվածներին ազատ արձակելու մասին, մեր ղեկավարների օրենսդրական բարեփոխումների վատ գաղափարների մասին, դատավորների, դատախազների լինչի ենթարկվելու մասին։ Այս գրառման մեջ թերևս ամենավտանգավորը, որը որ հետագայում դիտարկվել էր նաև Ռումինիայի պետական մարմինների կողմից, այն էր, որ օգտագործվել էր հետևյալ ձևակերպումը, անձ, որի երակներում արյուն է հոսում, իրականում այս ձևակերպումը բառացի թարգմանությունն է ռումիներենից անգլերենի եւ անգլերենից էլ հայերեն, բայց այն իրական իմաստը այս ձևակերպման չի հաղորդում, որովհետեւ ինչպես հետագայում նաեւ Ռումինիայի կառավարությունն էր նշել, այս ձևակերպումը այլ իմաստ ունի եւ Ռումինիան թեև այն որոշակի տարածում ուներ, բայց որոշակի այլ կոնտեքստ եւ այլ բովանդակություն ուներ, ինչը ես նշում եմ այստեղ, կարող եք ինքներդ ավելի մանրամասն դրան ծանոթանալ վճռի 99-րդ կետում, եւ այս գրառումները չէին վրիպել դատական վերահսկողության մարմնի ուշադրությունից, որը որ նշել էր հետեւյալը, բացատրություն էր պահանջել դատավորից իր գրառումների կատարման համար։ Առաջին գրառման կապակցությամբ դատավորը նշել էր, որ այո, ինքն է կատարել որպես քաղաքացի, հաշվի առնելով առկա հանրային քննարկումները, իսկ երկրորդ գրառման կապակցությամբ նշել էր, որ այո, կրկին ինքն է կատարել, պնդել էր իր գրառումների կատարումը, հետագայում նաև պահանջել էր, որպեսզի քննարկման առարկա դարձվի իր պրոֆեսիոնալիզմը, գնահատման ենթարկվի, թե կարգապահական պատասխանատվության շրջանակներում արդյոք դատական իշխանության հեղինակությունը որոշակի ձևով խաթարվել է, մինչև իր գրառումների կատարումը եւ գրառումների կատարումից հետո, եթե փոփոխություն տեղի է ունեցել, ապա ինչու է դա արտահայտվել, խնդրել էր հիմնավորել դա։ Համենայն դեպս կատարվել էր որոշակի վկաների հարցաքննություն, որոնց մեծ մասնությունը հիմնական դրական էին բնութագրել դատավորին, բայց
դատական վերահսկողության մարմինը որոշում էր կայացրել դիմել կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դատավորին իրավասու մարմնին կարգապահական հարցերի հանձնաժողովին, որը քննարկել էր այս միջնորդությունը եւ գտել էր, որ առաջին Facebook-յան ստատուսի կապակցությամբ դատավորի կողմից արված արտահայտությունները ըստ էության վերագրում էին այն, որ տարբեր պետական մարմիններ գտնվում են քաղաքական ազդեցության ներքո եւ դատավորը այսպես ասած կոչ էր անում, որպեսզի բանակը պաշտպանի ժողովրդավարությունը։ Իսկ երկրորդ գրառման կապակցությամբ նշվում էր, որ ձևակերպումը, որ դատախազի երակներում անուն է հոսում, դա հարիր չէ դատավորի պաշտոնը զբաղեցնող անձին եւ տվյալ պարագայում գտել էր, որ դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության։ Որպես կարգապահական տույժ կիրառվել էր 5% աշխատավարձի պահումը 2 ամիս ժամկետով։ Հետագայում բնականաբար դատավորը սա բողոքարկել էր, բայց այդ որոշումը մտել էր օրինական ուժի մեջ եւ դատական ատյանները համաձայնվել էին այդ որոշման մեջ տեղ գտած դիտարկումների հետ։ Ի սկզբանե Քրիստի Դանիլետը, երբ որ դիմել էր Մարդու Եվրոպական դատարան, բարձրացրել էր հարց կոնվենցիայի ինչպես 8-րդ, այնպես էլ 10-րդ հոդվածների շրջանակներում, այսինքն մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի որպես իր մասնագիտական գործունեության նկատմամբ իրականացված միջամտության եւ խոսքի ազատության իրավունքի նկատմամբ իրականացված միջամտության համատեքստում, բայց Մարդու Եվրոպական դատարանի փոքր պալատը 8-րդ հոդվածի մասով գանգատը ճանաչել էր անընդունելի եւ հիմնականում գործը քննարկման առարկա էր դարձրել 10-րդ հոդվածի շրջանակներում։ Մարդու Եվրոպական դատարանի փոքր պալատը առաջին Facebook-յան ստատուսի կապակցությամբ գտել էր, որ հարցը որպես այդպեսին դիտարկվել է հանրային տիրույթի շրջանակներում, քանի որ եղել է հանրային բանավեճ, դիսկուս արսարսի կապակցությամբ եւ տվյալ պարագայում բողոքաբերը փորձել է իր դիտարկումները ներկայացնել այդ հարցի կապակցությամբ։ Ինչ վերաբերվել է երկրորդ ստատուսին, ապա այդ կապակցությամբ նշվել է, որ ամեն դեպքում ներպետական իրավասու մարմինների կողմից չեն ներկայացվել վերաբերելի եւ բավարար պատճառաբանություններ, որոնք որ կարող են հիմնավորել, որ դատավորի կողմից տրված ձևակերպումները անհամատեղել են եղել դատավորի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Եվ վերջում Մարդու Եվրոպական դատարանի փոքր պալատը գտել էր, որ սանկցիան, որը դատավորի նկատմամբ կիրառվել էր, կարող էր ունենալ chilling effect, այսինքն հանգեցնել այնպիսի հետևանքների, որ դատավորները առհասարակ դիրքորոշում չներկայացնեին հանրային կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների նկատմամբ։ Այսպիսով Մարդու Եվրոպական դատարանի փոքր պալատը գտել էր, որ տվյալ պարագայում խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը եւ միջամտությունը, որը տեղի ունեցել դատավորի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ իրավաչափ չէր եղել։ Հետագայում, երբ որ կառավարությունը դիմել էր Մարդու Եվրոպական դատարանի մեծ պալատը սկսել էր քննարկումը ամենամինիմալ չափանիշներից խոսքի ազատության իրավունքի նկատմամբ միջամտության իրականացման եւ գտել էր, որ առաջին հերթին պետք է համաձայնվել, որ սույն գործիքնության շրջանակներում ներպետական մարմինների կողմից կիրառված կարգապահական պատասխանատվության շրջանակներում դատավորի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ տեղի ունեցել միջամտություն։ Դա անվիճելի էր, կողմից որևէ մեկը չէր վիճակում այդ հանգամանքը։ Երկրորդ անդրադառնալով այն հանգամանքին, թե արդյոք այդ միջամտությունը նախատեսված էր եղել օրենքով, կար քննարկում նաև անձի կողմից, ով որ դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան, վիճակվում էր, թե արդյոք ներպետական կանոնները կանխատեսելի են թե ոչ, քանի որ ռումինական օրենսդրությամբ էթիկայի կանոնները չէին որպես այդպեսին տարբերակվում կարգապահական պատասխանատվության հիմքերից եւ համենայն դեպս հաշվի առնելով նաև ներպետական դատական պրակտիկան, մեկնաբանությունները, ինչպես նաև դատավորի անձը, տվյալ պարագայում Եվրոպական դատարանը համենայն դեպս համաձայնվել էր, որ ներպետական կանոնները որոշակիորեն կանխատեսելի են եղել դատավորի համար։ Այնուհետև Մարդու Եվրոպական դատարանը անդրադարձել էր այն հարցին, թե արդյոք միջամտությունը դատավորի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ հետապնդել էր իրավաչափ նպատակ, թե ոչ։ Եվ այս համատեքստում Եվրոպական դատարանը գտել էր, որ ամեն դեպքում այդ միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ, քանի որ այն նպատակաուղղված է եղել դատական համակարգի անկախության, անկողմնակալության ապահովմանը եւ տվյալ համատեքստում խնդրահարույց չի եղել միջամտության իրականացումը։ Եվ վերջում Մարդու Եվրոպական դատարանը սկսել է քննարկման առարկա դարձնել, թե արդյոք միջամտությունը դատավորի խոսքի ազատության իրավունքին անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, թե ոչ։ Այս համատեքստում նախ եւ առաջ քննարկման առարկա է դարձել դատավորների խոսքի ազատության կարեւորությունը։ Մասնավորապես հողում կատարելով նույն Փերինչեկ տնդեմ Շվեյցարիա եւ տարբեր գործերին, որտեղ Եվրոպական դատարանը մշտապես կարևորել է խոսքի ազատության իրավունքը, մի քանի անգամ ընդգծվել է այն կարևոր չափանիշը, որ երբ մենք խոսում ենք դատավորների մասին, ապա դատավորները ունեն ավելի մեծ պաշտպանություն, այն տեսանկյունից, որ իրենք լինելով դատական համակարգում, իրենք միշտ շահագրգիռ են, որպեսզի պաշտպանվի սահմանադրական կարգը, դատական ինստիտուտները եւ հետեւաբար իրենց կողմից արվող արտահայտությունների նկատմամբ պետության կողմից իրականացվող միջամտության լուսանցքը շատ նեղ է։ Այսինքն պետությունները որպես կանոն շատ քիչ միջամտելու հնարավորություն ունեն խոսքի ազատության իրավունքի նկատմամբ, որը որ դատավորների կողմից է կատարվում եւ հաշվի առնելով նաեւ վերջին զարգացումները, այն ստանդարտները, որոնք որ կան սոցիալական մեդիայի կիրառման վերաբերյալ, նույն օրինակ UNODC կողմից մշակված չափանիշները ոչ պարտադիր կանոնների, որոնք
որոնք որ վերաբերվում են դատավորների կողմից սոցիալական մեդիայի կիրառմանը եւ տարբեր այլ հարցերի վերաբերյալ Մարդու Եվրոպական դատանը որոշել է, որ այս վճռի շրջանակներում ի ցույց դնի այն 5 հիմնական չափանիշները, որոնք որ ենթակա են կիրառման դատավորներին, դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս իրենց խոսքի ազատության շրջանակներում, սոցիալական մեդիայում, տարբեր հարթակներում։ Այս կոնտեքստում շատ կարևոր է նաև առանձնացնել այն հանգամանքը, որ այս գործը տարբերվում էր Մարդու Եվրոպական դատանի կողմից նախկինում քննված բոլոր գործերից։ Ինչու, որովհետև հենց այս գործի շրջանակներում մենք ունենք իրավիճակ, երբ որ դատավորը մի դեպքում post էր կատարել Facebook-ում որպես ոչ դատավոր, այսինքն վերաբերում էր մի հարցի, որը ընդհանրապես կապ չուներ դատական համակարգի եւ իր որպես դատավոր լինելու հետ, եւ երկրորդ post-ը կապված էր դատական համակարգի հետ, բայց այն կոնտեքստում, որ կատարվել էր on-line տիրույթում, Facebook-ում, սոցիալական հարթակի շրջանակներում եւ կար կարիք քննարկման առարկա դասնելու այն չափանիշների, թե որոնք պետք է կիրառել լինեն դատավորին այս դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Առաջին չափանիշը վերաբերվում է բովանդակությանը, ձևին, որով դատավորները, դատախազները կարող են իրենց դիտարկումները ներկայացնել տարբեր հարթակներում։ Այս կոնտեքստում շատ կարևոր է այն հանգամանքը, որ Մարդու Եվրոպական դատան ի սկզբանե արդյունագրել է, որ երբ որ մենք խոսում ենք դատավորների մասին, ապա իրենք տոտալ չեն կարող իզոլացվել հասարակությունից, իրենք հասարակության անդամ են։ Այս առումով շատ կարևոր նշանակություն է այն հանգամանքը, որ Մարդու Եվրոպական դատարանը ընդգծել է, որ ողջամիտ ինֆորմացված դիտորդի տեսանկյունից արդյոք դատավորը հասարակական կյանքում իր ունեցած ներգրավվածությունը կարող է հավասարակշռել իր որպես դատավորի անկախ, անկողմնակալ լինելու եւ որպես այդպեսին երևալու կոնցեպտի հետ։ Սա շատ կարևոր է այն հանգամանքը, որ Եվրոպական դատանը առաջ է քաշել ոչ թե զուտ անկողմնակալ դիտորդի, այլ ողջամտորեն տեղեկացված դիտորդի մասին, ով որ տեղյակ է այդ դիսկուրսի մասին, մյուս կողմից այն երաշխիքների մասին, որը որ դատավորը պետք է ունենա համապատասխանի անկախության, անկողմնակալության ստանդարտին։ Այս առումով նաև շատ կարևոր է այն հանգամանքը, որ Մարդու Եվրոպական դատանը հատուկ կարևորություն է տվել նաև այն ձևակերպումներին, որոնք որ դատավորները կարող են կամ դատախազները կարող են իրենց համապատասխան հաղորդագրություններում, ստատուսներում կիրառել, շատ կարևոր է այն, որ իրենք լինեն հնարավորինս հստակ, որպեսզի նաև հետագայում բացառվի երկիմաստությունը, հնարավորություն չտրվի այնպիսի մեկնաբանություններ տալու, որը որ իրականում չի բխի իրենց կողմից ներկայացված դիտարկումներից։ Երկրորդ չափանիշը, որ Մարդու Եվրոպական դատանի կողմից առաջ է քաշվել, վերաբերում է կոնտեքստին, այսինքն ինչ համատեքստում է դատավորը կամ դատախազը ներկայացնում իր դիտարկումները եւ ինչ կարգավիճակով։ Այս համատեքստում Եվրոպական դատանը հստակ ընդգծել է, երբ որ մենք խոսում ենք խոսքի ազատության իրավունքի սահմանափակման մասին, շատ կարևոր է, որ ներպետական մարմինները նաև քննարկման առարկա դարձնեն հրատապ սոցիալական անհրաժեշտության կամ այսպես կոչված pressing social need-ի առկայությունը խոսքի ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն իրականացնելու համար։ Այստեղ նաև հետաքրքրական է այն հանգամանքը, որ Եվրոպական դատանը հատուկ է շեշտադրում արել այն հարցին, թե ինչ հանրային դիսկուրս, ինչ հանրային բանավեճ կարող է լինել, որի շրջանակներում դատավորը կամ դատախազը փորձեն իրենց դիտարկումները ներկայացնել։ Ընդ որում հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ այս համատեքստում կրկին Եվրոպական դատանը ընդգծել է դատավորների հատուկ դերը։ Այն համատեքստում, որ դատավորները նաև ի պաշտոն է, որոշակի շահագրգռվածություն ունեն, մոտիվացիա ունեն դատական համակարգը պաշտպանելու, համայնական կարգը պաշտպանելու համար եւ կախված այն հանգամանքից, թե ինչ հարցեր կարող են քննարկման առարկա դարձվել հանրային դիսկուրսում, իրենք կարող են իրենց ներգրավվածությունն ունենալ ու փորձեն իրենց ներդրումն ունենալ այդ հարցերի քննարկման մեջ։ Միաժամանակ կարևոր է նաև այն հանգամանքը, որ դատավորները հատուկ զգոնություն պիտի դրսևորեն նաև այն գործերի դեպքում, որոնք կարող են ինչ-որ մի պահի դառնալ իրենց վարույթում քննության ենթակահարց եւ իրենք ի պաշտոնե կարողանան անդրադառնալ այդ հարցին։ Այսինքն ամեն դեպքում զսպվածություն ապահովելը կարևոր է, բայց չբացառելով իրենց ներգրավվածությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Ըստ էության բանալին այս երկու կարևոր կոմպոնենտների բալանսավորման ապահովման մեջ է, որը այս չափանիշներից յուրաքանչյուրով կարմիր թելով անցնում է։ Մյուս կարևոր հանգամանքը վերաբերում է հետևանքներին, թե արդյոք դատավորը կամ դատախազը, որը որ կոնկրետ դիտարկումներ են ներկայացրել, ինչ հետևանքներ են դրանք ունեցել կամ կարող էին ունենալ։ Մյուս չափանիշը վերաբերում է սանկցիայի խստությանը։ Այս համատեքստում Մարդու Եվրոպական դատանը հատուկ ընդգծել է chilling effect-ի գաղափարը, այսինքն որ յուրաքանչյուր դեպքում, երբ որ դատավորներին կամ դատախազներին ենթարկում են կարգապահական պատասխանատվության իրենց խոսքի ազատության համար, ապա չպիտի սահմանափակումները այն աստիճանի խիստ լինեն, որ հետագայում իրենց զերծ պահեն հնարավոր դիտարկումներ ներկայացնելուց, իրենց կարծիքը ներկայացնելուց։ Ընդ որում հատկանշական է այն հանգամանքը, որ Եվրոպական դատանը այս համատեքստում նաև առհասարակ վտանգավոր հետևանքները պայմանավորել է նաև դատավորների, դատախազների մասնագիտությամբ, այսինքն չստացվի այնպես, որ անձինք ձեռնպահ մնան այդ մասնագիտության մեջ ըստ էության ներգրավելուց, այն պատճառով, որ
տվյալ պարագայում խոսքի ազատությունը այդպիսի տոտալ սահմանափակում ունի իրենց կարգավիճակների դեպքում։ Եվ վերջինը վերաբերում է ընդհանցակարգային երաշխիքներին, այս համատեքստում Մարդու Եվրոպական դատարանը հատուկ ընդգծել է, թե արդյոք որպես այդպիսի ներպետական մակարդակում առկա են բավարար երաշխիքներ, որոնք որ կարող են բացառել կամայական մոտեցումը դատավորների, դատախազների խոսքի ազատության իրավունքի նկատմամբ միջամտության իրականացմանը։ Արդյոք կառկա են մրցակցային դատավարության պայմաններ, արդյոք ներկայացվում են վերաբերյալ եւ բավարար պատճառներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ դատավորների, դատախազների խոսքի ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն իրականացնելու համար։ Մարդու Եվրոպական դատարանը ներկայացված 5 չափանիշների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները եւս արժեքավոր դիտարկումներ է ներկայացրել։ Նախ եւ առաջ Եվրոպական դատարանը նշել էր, որ տվյալ պարագայում դատավորի կողմից Facebook-ում կատարված փոստերը պետք է տարբերակել եւ առանձին քննարկել, ինչը որ ներպետական մակարդակում տեղի չէր ունեցել եւ դատարանները փորձել էին համակցված այս երկու փոստերի շրջանակներում դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափությունը քննարկել։ Facebook-յան առաջին հաղորդագրության կապակցությամբ Մարդու Եվրոպական դատարանը նշել էր, որ ներպետական մարմինների կողմից համենայն դեպս չէր հիմնավորվել այն հանգամանքը, թե ինչպես է խախտվել հավասարակշռությունը դատավորի որպես հասարակության ակտիվ անդամի եւ դատավորի որպես անկախ եւ անկողմնակալ լինելու պահանջ ունեցող անձի միջև, այսինքն տվյալ պարագայում այդ հավասարակշռությունը երկու կոնցեպտների միջև չէր խախտվել եւ որոնց հիմնավորումներ չէին ներկայացվել այս առնչությամբ։ Ընդ որում հետաքրքրական էր նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը ընդգծել էր, անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է հարցը վիճելի ներպետական մակարդակում, դա դեռևս չի կարող վկայել այն մասին, որ դատավորի կողմից նաեւ որպես հասարակության անդամ իր դիտարկումների ներկայացումը, իր կարծիքի ներկայացումը այդ կապակցությամբ կարող է վկայել իր կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկվելու իր խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Այսինքն այս առնչությամբ նաև շատ կարևոր է այն հանգամանքը, որ այդ pressing social need կոչվածը որից է ձևով չէր հիմնավորվել սույն գործի քննության շրջանակներում։ Նաև կարևոր է այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ համենայն դեպս այդ դիտարկումները, որոնք որ ներկայացվել էին, դրանք ինչ որ հետևանք չեն ունեցել, այսինքն տվյալ պարագայում այդ կոչը չէր պարունակում բռնության ինչ որ կոչ կամ չէր պարունակում բանակի փողոց դուրս գալու կոնկրետ կոչ այդ առնչությամբ, այսինքն տվյալ պարագայում ընդհանրապես իր անձնական կարծիքն էր, որ դատավորը փորձել էր ներկայացնել իր Facebook-յան անձնական տիրույթում։ Անդրադառնալով երկրորդ Facebook-յան հաղորդագրությանը, մասնավորապես այն ձևակերպմանը, որ դատախազի երակներում արուն է հոսում, ապա Եվրոպական դատարանը հստակ արձանագրել էր, որ տվյալ պարագայում նույնպես չի հիմնավորվել, որ այդ ձևակերպումը որպես այդպեսին անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Այս առնչությամբ չէին ներկայացվել որևէ վերաբերելի եւ բավարար պատճառաբանություններ, որոնք որ կարող էին քննարկման առարկա դարձվել եւ հիմնավորել, որ դատավորը ըստ էության համատեղելի չէ իր դատավորի պաշտոնի հետ, դա արդյունքում դատական իշխանությունը հեղինակազրկվել է, պատիվ արժանապատվությունը խաթարվել է դատական համակարգի, դրա պարագայում որևէ հիմնավորում չէր ներկայացվել այս առնչությամբ։ Ընդ որում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ երկրորդ Facebook-յան հաղորդագրության կապակցությամբ Մարդու Եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ չկար փաստարկառ այն, որ այդ հաղորդագրության մեջ գրված տեղեկատվությունը իրականությանը չէր համապատասխանում կամ իր մեջ պարունակում էր այսպես կոչված ատելության խոսք։ Եվ տվյալ պարագայում Եվրոպական դատարանը քննարկման առարկա դարձնելով նաև Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում իրականացված միջամտությունը, այդ թվում նաև սանկցիայի կիրառված խստությունը, գտել էր, որ սանկցիան նույնպես համաչափ չի եղել դատավորի նկատմամբ, որովհետև այն կարող էր ունենալ chilling effect, որպիսի պայմաններում ստիպեր բոլոր դատավորներին, դատախազներին, որ իրենք ձեռնպահ մնային առհասարակ իրենց մասնագիտական գործունեությունից դուրս ցանկացած դիտարկումներ ներկայացնելուց, հասարակական կյանքում ներգրավվածություն ունենալուց, այն դեպքում, երբ որ իրենք դատավորներ են եւ դատավորի կարգավիճակը նաեւ ենթադրում է, որ իրենք պիտի մոտիվացված լինեն դատական համակարգը պաշտպանելուն, սահմանադրական կարգը պաշտպանելուն եւ եթե տեսնում են, որ առկա է խնդիր, ապա կարող են իրենց ներգրավվածություն ունենալ դատական համակարգի եւ առհասարակ սահմանադրական կարգի պաշտպանության առնչությամբ։ Իսկ ինչ վերաբերում է երաշխիքներին, թե արդյոք տվյալ պարագայում երաշխիքներ պահվել էին թե ոչ, Եվրոպական դատարանը կասկածի տեղիք էր տվել այդ առումով եւս, ընդգծելով, որ ներպետական մակարդակում գործի քննության որակը եւ ընդհանրապես առարկան, թե ինչ էր բովանդակային իմաստով ներպետական մակարդակում քննարկման առարկա դարձվել, կասկածի տեղիք էր տվել Եվրոպական դատարանի համար, նաեւ ընդհանցակարգային երաշխիքների պահպանության տեսանկյունից եւ այս դիտարկումների հիման վրա Եվրոպական դատարանը 17 ձայների հարաբերակցությամբ գտել էր, որ կոնվենցիայի 10-րդ հոդված խախտվել է սույն գործի քննության շրջանակներում։ Այսպիսով ամփոփելով ներկայացված դիտարկումները հարկ է փաստել, որ Մարդու Եվրոպական դատարանի այս վճիռը իրականում ունի կարևոր առանցքային նշանակություն, հատկապես այն երկրների համար, որտեղ դատավորների, դատախազների
խոսքի ազատության առնչությամբ առկա մոտեցումները շատ ավելի պահպանողական են, կոնսերվատիվ, որտեղ որպես այդպեսին տարածված չէ այն մոտեցումը, որ իրենք կարող են ազատ իրենց դիտարկումները ներկայացնել, առավել եւս on-line տիրույթներում, Facebook-ում եւ տարբեր սոցիալական հարթակներում։ Ընդ որում հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներից երկուսը մեծամասնության հետ համընկնող հատուկ կարծիք էին գրել, որտեղ նշել էին, որ 21-րդ դարում արդեն որպես այդպեսին հնացել է այն կոնցեպտը, որ դատավորները իրավունք ունեն միայն դիրքորոշումներ ներկայացնել իրենց դատական ակտերի միջոցով։ Այս առումով ընդգծվել էր, որ իրավունքի գերակայության ապահովման համատեքստում, ժողովրդավարության պաշտպանության համատեքստում դատավորները կարող են հատուկ դերակատարում ունենալ եւ իրենց ներգրավվածությունը կարեւոր է այդ կոնցեպտների պաշտպանության համար եւ շատ հետաքրքրական էր նաեւ այն դիտարկումը, որ դատավորները չեն կարող ձեռնպահ մնալ այն հարցերի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելուց այն նույն հասարակության վերաբերյալ, որին իրենք իրականում ծառայում են։ Հետևաբար այս համատեքստում նաև ամփոփելով այս վճռի վերաբերյալ ներկայացված դիտարկումները շատ կարևոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ այն կոնցեպտը, որ դատավորները, դատախազները պիտի ունենան տոտալ սահմանափակում իրենց խոսքի ազատության շրջանակներում եւ ձեռնպահ մնան սոցիալական նաև հարթակներում իրենց դիտարկումները ներկայացնելուց, որոշակի առումով արդեն հնացած է։ Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հենց այս վճիռը ցույց է տալիս, որ դատավորները պետք է որոշակիորեն կարողանան նաև հավասարակշռել իրենց հասարակական կյանքում որպես հասարակության անդամ իրենց ներգրավվածությունը, իրենց որպես դատավորի անկախ եւ անկողմնակալ լինելու եւ այդպիսին երևալու կոնցեպտի հետ։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, մեկնաբանություններում կարող եք գրել ձեր դիտարկումները, ինչպես նաև հավանել այս տեսանյութը։ Միաժամանակ խորհուրդ եմ տալիս նաև դիտել իմ նախորդ տեսանյութը, որի շրջանակներում ես քննարկման առարկա եմ դարձել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին չափանիշները, որոնք վերաբերվում են հավաքների ընթացքում հատուկ միջոցների կիրառմանը, ինչպես նաև լրագրողների հատուկ պաշտպանությանը Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում, այն եւս բավականին հետաքրքիր է։ Մենք վերլուծել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ցավան եւ մյուսներն ընդդեմ Վրաստանի գործի փաստական հանգամանքները։